Հիմա արդյոք առաջիկայում նման դեպքեր կլինեն թե չէ, ընտրության հանգամանքը այլ է։ Մենք շատ պարզ ձևակերպում ենք, եթե ու համոզված ենք դրանում, որ ստացվելու է մեր ժողովուրդը գնա ընտրա տեղամաս, քվեարկի ընդդիմությանը, մենք մեր ձայներին, մեր ժողովրդի կամ արտահայտությանը տեր ենք կանգնելու։ Եվ գլուխը պատին կտային, որ ասում են իշխանություն չի տա հաղթեք, կփորձի պահել։ Եթե մենք արձանագրենք տեղամասում այդ հաղթանակը, մենք պահելու ենք մեր քվեն։ Տեսեք, դա կփորձի հետընտրական զարգացումներով ինքը կարճել, մարդկանց ձերբակալել, օրինակ մենք նույնիսկ մտածում ենք, որ ինքը պարտվելու դեպքում կարող է դիմել սահմանադրական դատարան, ասի ընդդիմությունը կեղծել է ընտրությունը, չէ՞, ասենք աննորմալ բան է, բայց հնարավոր է։ Կա սցենար, որով կարող է դիմել Ալիևին եւ ռազմական դրության հայտարարել, չեղարկել արդյունքը փորձելու է, բայց ես կարծում եմ այն պահից, երբ որ արձանագրվեց, հարցը փակվում է, որովհետեւ իր բոլոր քայլերն ու գործողությունները օրենքից դուրս են, չնայած այնպես չի, որ մինչև հիմա օրենքի շրջանակում են եղել, բայց այդ ժամանակ արդեն ակնհայտ է, չէ, ավելի պարզ ձևակերպում։ Այդ ժամանակվա դատախազի ոստիկանապետի ու քննչականի պետի գործողությունները հավանաբար այն ժամանակ այդ գիտակցությունը կունենան, որ հաշված ժամեր է մնացել իշխանությանը եւ նրա հերթական ապօրինի հրահանգները չեն կատարի։ Եվ այդ խոսակցությունը մենք շատ ենք լսում, բայց իրոք դրա զսպման բոլոր մեխանիզմներն ու հնարավորությունները օրինականության սահմաններում կան եւ դա անելու ենք։ Այստեղ խնդիրը, որ մենք հասնենք նրան, որ դա արձանագրվի։ Ինքը հիմա հաճախ է խոսում Գյումրի 2 չի լինելու, բայց դա ինչ է նշանակում, այսինքն ընտրված վարչապետի տեխնացուին ես ձերբակալելու, թե ինչ է սա։ Ասենք ձերբակալես, ոնց է։ Թույլ չենք տա, պարզապես թույլ չենք տա։ Դա նշանակում է այդ ժամանակ 5-600,000 մարդ միասնական ընդդիմությանը քննարկածա լինելու, մենք կազմակերպելու ենք, մարդիկ դուրս գան, իրենց քվեին տեր կանգնեն, ինչի մասն է խոսքը։